ի տարբերություն մյուս Հայաստանի անկախացումից հետո մյուս մարզական կառույցների, որոնց մեծ մասը ինչ որ ժառանգություն ստացավ խորհրդային միությունից, ինչ որ գրասենյակներ, մարզասրահներ եւ այլն, Պարալիմպիկ կոմիտեն ոչ մի բան չստացավ, որտեղ դրա նախադեպը չկար նախկինում, ինչ որ կառույցներ չկային, բայց մինչև օրս Պարալիմպիկ շարժումը մեր երկրում արհամարված է, վստահորեն կարող եմ ասել, եւ որը սխալ է։ Ամբողջ աշխարհում Պարալիմպիկ շարժումը հստակ զարգանում է, Պարալիմպիկ շարժման մեջ նույնպես վայրկյանների, միլիմետրերի եւ գրամների պայքար կա վաղուց եւ շատ բարձր պրոֆեսիոնալ մակարդակի են հասել բոլոր մարզաձևերում կարող եմ ասել։ Քիչ առաջ, երբ որ նշեցի Տիկին Անդրասյանի ելույթը մի քանի օր առաջ ազգային ժողովում, կառավարություն ազգային ժողովի այդ քննարկումների ժամանակ նա նշեց, որ 275 միլիոն դրամից գումարը հասցրել են մինչև 6.5 միլիարդ դրամի, մի քիչ զարմանալի էր իմ համար, որովհետև նախկինում 69 միլիարդի, որովհետև սպորտի նախկին համակարգողը, նախկին փոխնախարարը մեզ անընդհատ ասում էր, որ պետությունը պատերազմի մեջ է եւ այդ գումարները գնում են պաշտպանությունը ամրացնելու համար, դրա համար մենք ձայն չէինք անում։ Հիմա այստեղ լսելով բոլորի ելույթները կարող եմ եզրակացություն անել եւ դրա մասին էլի նախկինում եմ մտածել, որ մեր պետությունը չունի հստակ մարզական քաղաքականություն, սպորտային քաղաքականություն, համաձայն եմ պարոն Գաբրելյանի հետ, որ պետք է առանձնահատուկ ստատուս ստանա սպորտը մեր երկրում, որովհետեւ շատ կարեւոր ուղղակի է եւ շատ կարեւոր ուղղություն է, որտեղ պետք է շատ ջանքեր թափել, շատ սխալ պատկերացումներ կան ընդհանրապես մեր երկրում սպորտի եւ ֆիզկուլտուրայի մասին, որը կարող եմ ասել անկախացումից հետո չի փոխվել այդ պատկերացումները, մասնավորապես կարող եմ անդրադարձ կատարել օլիմպիական խաղերին, օլիմպիական պարալիմպիկ խաղերին, մեր երկրի ղեկավարության մեծ մասի կարծիքով օլիմպիական խաղերը թող ներեք ինձ բառիս համար շտանգի կամ բարբի մրցումներ են, որտեղ պետք է գնալ ու անպայման մեդալ բերել ոսկե։ Օլիմպիական խաղերը թե ինչ են, կարելի է սովորել օրինակ Ուզբեկստան երկրից, որոնք վերջին տարիներին ցուցաբերեցին հստակ արդյունքներ, հստակ բաներ եւ մենք կարող ենք իրենցից հստակ սովորել, թե ինչպես պատրաստվել օլիմպիադային, օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերի համար, երբ որ մոբիլիզացվում են բոլոր նախարարությունները, որովհետեւ օլիմպիական խաղերը բացի շտանգի մրցումից նաեւ մեծ հարթակ են քաղաքական հարցեր լուծելու, մշակութային հարցեր լուծելու, հանդիպումներ կազմակերպելու եւ պետք է միջոցներ չխնայել ու ջանք ու եռանդ դնել, որպեսզի հնարավորին շատ պաշտոնյաներ մասնակցեն այդ խաղերին, բացման փակման արարողություններին, որովհետև այդ միջոցառումը, որ 2 տարին մեկ է իրականացվում ձմեռային եւ ամառային պարալիմպիկ, օլիմպիկ խաղերի ժամանակ, մեծ հարթակ է հազարամյա հարցեր լուծելու։ Մյուս տենդենսը, որ օլիմպիական եւ պարալիմպիկ շարժումում կա, օրինակ Միացյալ Նահանգներում օլիմպիական եւ պարալիմպիկ կոմիտեները միացել են իրար մի քանի տարի առաջ եւ այդ կառույցը կոչվում է օլիմպիական եւ պարալիմպիկ կոմիտե։ Եվ ընդհանրապես տենդենս է գնում, որպեսզի պարամարզաձևերը ներգրավեն սովորական մարզաձևերի հետ, օրինակ միջազգային ֆեդերացիաներից կարող եմ նշել FIS-ին, այդ սնոուբորդի եւ դահուկասպորտի ֆեդերացիային, որտեղ պարալիմպիկ եւ օլիմպիկ այդ բանը կառույցը միջազգային այնտեղ միասին են։ Եվ տենդենսը գնում է բոլոր մարզաձևերին, այսինքն ֆեդերացիայի նախագահները պետք է մտածեն, որ ի վերջո իրենք նաև զբաղվելու են հաշվանդամություն ունեցող
մարզիկներով եւ շատ վատ է, եթե մինչեւ հիմա չեն մտածել։ Սա այսպես եւ Ժան Անդրասյանը ինքը իմ կարծիքով պրոֆեսիոնալ է այդ կինը, որ բավական լավ վարում է կրթությունը եւ մնացած ուղղությունները թերևս, բայց վստահորեն սպորտի ուղղությամբ կաղում է, որովհետեւ գնալով մեծ չափերի են հասնում դպրոցական նարկոտիկ օգտագործողների, ծխողների եւ ընդհանրապես հանրային առողջության հետ կապված այդ պատանիների երիտասարդների շրջանում խնդիրները։ Եթե ուրիշ հարցեր կան, պարոն Գաբրելյան։ Շնորհակալություն, իրականում